Գեղարքունիքի Չկալովկայում վերջին մեկ ամսվա ընթացքում բրուցելիոզով վարակվել է 31 կենդանի։ Ժամը լրատվականին տեղեկությունը սննդամթերքի անվտանգության տեսչականից են փոխանցում, վստահեցնելով, թե իրավիճակն այս պահին վերահսկելի է։ Տարեսկզբից արձանագրված ընդհանուր դեպքերի թիվը հասել է 128-ի։ Բոլոր կենդանիները, որոնց մոտ հաստատվել է բրուցելիոզը, ենթարկվել են հարկադիր սպանդի, պարտադիր սպանդի։ Գյուղում հնդածս նաև շարունակվում են ուսումնասիրությունները։ Կենդանիներից արյան նմուշ են վերցնում, տանում լաբորատոր փորձաքննության։ Անպայման հարկադիր մորթը կատարվում է, պարտադիր, որպեսզի հիվանդությունը չտարածվի, իսկ մսի օգտագործումը արդեն իր ընտրությամբ է, գյուղացին կարող է որոշել ինքը իր միսը օգտագործել։ Գյուղացիները հիմնականում, քանի որ բրուցելիոզով հիվանդ կենդանու միսը օգտագործելի է վերամշակումից հետո, դա կարող է օգտագործվել արտադրության մեջ, որտեղ բարձր ջերմաստիճաններով վերամշակվում է։ Կամ գյուղացիները երբեմն ընտրում են նաև սեփական օգտագործման տարբերակը։ Ամեն դեպքում բրուցելիոզով հիվանդ կենդանու միսը չի կարող եւ չի հայտնվում իրացման ցանցում։ Չկալովկայի ավելի քան 158 բնակչի եւս ստուգել են։ Հիվանդությունը վերջին տվյալներով 10-ի մոտ է հաստատվել։ Իրանք ստանում են բուժում ընթացքում է, վիճակը բավարար է։ Այս պահին անհանգստացնող տվյալներ դեռ չունենք։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնյայից ժամը փորձեց նաեւ տեղեկանալ, թե այս պահին ունեցած արդյունքների հիման վրա ինչ կանխատեսումներ կան առաջիկայի համար գյուղում հիվանդության տարածման հետ կապված։ Հստակ գնահատական չտվեց, միայն ասաց, թե խնդիրն ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։